Արևածաղկի սերմերի վնասակար եւ օգտակար հատկությունները։ Նախ արևածաղկի սերմի վնասակարությունը։ Արևածաղկի սերմը բավականին հագեցնող մթերք է։ 100 գրամ արևածաղկի սերմը շոկոլադի եւ ընկույզի նման պարունակում է 500 կալորիա։ Ավելին, այն շատ քչերն են օգտագործում հում վիճակում, բովում են, ավելացնելով բուսական յուղ։ Հնարավոր է նաեւ ոչ լավ որակի, ինչպես նաեւ աղ։ Եթե արևածաղիկը կեղևազրկում է կատամներով, ապա դիմացի ատամների էմալն աստիճանաբար բարակում է, իսկ կեղևազրկված արևածաղկի փոքրիկ սերմերը բնականաբար խրվում են ծամող ատամների մեջ, խթանում են տհաճ զգացողությունների եւ անգամ կարիեսի առաջացում։ Մեծ քանակությամբ արևածաղկի սերմի օգտագործումը կարող է դառնալ այրոցի աղեստամոքսային տրակտում խնդիրների սրացման պատճառ։ Բայց ահա արևածաղկի օգտագործման ու ապենդիքսի խցանման միջև կապ չի բացահայտվել, անգամ այն մարդկանց մոտ, ովքեր արևածաղիկը օգտագործում են կեղևի հետ միասին։ Մասնագետները նշում են, որ վաճառվող արևածաղկի հատիկները կարող են պարունակել կադմիում, որը բացասաբար է ազդում սրտի աշխատանքի վրա, եւ ի վերջո նրանք ազդում են ձայնալարերի վրա։ Այդ պատճառով էլ երգիչներին արևածաղիկի սերմերի օգտագործումը հակացուցված է։ Իսկ այժմ արևածաղկի սերմի օգտակարության մասին։ Այնուամենայնիվ, արևածաղկի բոված սերմերն ունեն նաև օգտակար հատկություններ։ Նրանք պարունակում են ավելի շատ կալիում, քան բանանը։ Նրանք նաև պարունակում են կալցիում, մագնեզիում, ֆոլաթթու, ինչը հղիներին ևս օգտակար է, յոդ, սելեն եւ ցինկ։ Հետևաբար, արևածաղկի սերմը բավականին լավ է ազդում նաև ատամների, մազերի, եղունգների եւ ընդհանուր մաշկի առողջական վիճակի վրա։ Դրանք պարունակում են A, B, D, E եւ քիչ քանակի վիտամին C։ Այնպես որ արևածաղկի սերմերը օգտակար են նաև դիմադրողականության համար։ Արևածաղկի սերմերն օգնում են ազատվել ծխելուց։ Իհարկե ոչ միշտ եւ ոչ բոլորին։ Վերջիններս կարող են ծխող մարդու համար դառնալ զբաղմունքի միջոց ու այդ վնասակար սովորության դրական այլընտրանք։ Վստահ եղեք, որ վերջիններս այդ կերպ կօգնեն ծխողներին հանդարտվել։ Ինչպես նկատեցիք, արևածաղկի վնասակար հատկությունները մի փոքր ուռճացված են, սակայն դա չի նշանակում, որ հարկավոր է այն չարաշահել եւ ամեն օր օգտագործել։